Սիրելի հետևորդներս, կրկին լույսը բացվել է։ Դու արի ասա, Լիլիթն էլ սենյակից հեռակայում է, ասում է, ասա Լիլիթը հիվանդ է, այո, Լիլիթը հիվանդ է, ջերմություն ունի, բարձր ու պարկած է, բայց որ թողես, կհլնիք թրվռա, մի ծիծաղա Լիլիթ, լավ ասեցի, դուրդ եկավ, չէ, թողես կհլնիք թրվռա իրա համար, պարկել է, դպրոց չի գնա, ջերմությունը բարձր է, ահա, հա, բա, ես էլ կոֆե պատրաստեցի, ինչպես տեսնում եք, էլի սովորական կոֆե չունեմ ու լուծվող կոֆե եմ խմում։ Յասամանը արդեն թառամեց վերջնական, կարելի է այսօր սա գցել և նորը դնել, սիրելի հետևորդներս, կոֆես խմեմ, եղանակը երեկվա պես է, առավոտը տեսա անպած է, բայց հետո բացեց, արև, իսկական դաշտի եղանակ էր, կարելի էր երեկ դաշտ գնալ, բայց արդեն ուշ էր գործի էի գնացել, ահա, անպած է հիմա, նոր եղանակն եմ լսում, ասում եմ, որ անձրև է բոլոր մարզերում, հա Լիլիթ, Զոնտիկս վերցրել եմ զոնտիկը, դու գնա պարկի, որ ապաքինվես, 38.5 ջերմություն ունի, բայց որ նայեք, կասեք հիվանդ չի, գա կոֆե պատրաստելով Լիլիթն էլ խոսցրեց, մոռացա բարևեմ իմ սիրելի հետևորդներին, բարևներ, բարի լույս բոլորիդ սիրելիներս, առողջ եղեք ամենակարևորը, ձեզ լավ օր եմ մաղթում, ինչ որ պլանավորել եք Աստծո կամոք թող կատարվի, ձեր գործերին հաջողություն, դուք էլ կոֆե դրեք, ինձ հետ վայելեք, ես այսօր չեմ որոշել ինչ կլինի, որովհետև միայն այն գիտեմ, որ հիմա հեսա գնալու եմ աշխատանքի, հետո չգիտեմ, անձրև եղավ տան գործերով, եթե անձրև չլինի, չեմ իմանում ուր կգնամ, այսպես սիրելի հետևորդներս, օրվա վրա, Լիլիթս տանը մենակ է, դեղ եմ դրել, որ իր ջերմությունը չափի, երբ բարձր լինի, դեղ խմի, մինչև կգամ կհասնեմ, բոլոր երեխաներն էլ հիվանդանում են, դժվարությամբ ենք մեծացնում, բոլոր երեխաներին առողջություն, բոլորին առողջություն, հատկապես երեխաներին, հենց փոքրիկները ավելի փոքր տարիքի, որ հիվանդանում են, մեծերը ակամա ավելի վատ են զգում իրենց, տրամադրությունները գցում են, ես միշտ նախընտրել եմ, որ երեխաները չհիվանդանան, ես ավելի լավ է ես հիվանդանամ, ջերմեմ, քան փոքրերի խնամքը, մանավանդ նորածիններինը շատ դժվար է անլեզու, չեն կարում խոսել, հասկացնել որտեղ է ցավում, մի խոսքով դժվար է, բայց մարդն էլ դժվարությունները հաղթահարելու համար է, այնպես որ ուժեղ եղեք, սիրելի հետևորդներ, տրամադրությունները չգցեք, միշտ լավատես եղեք, հաղթահարեք ամեն ինչ, կուզենայի մնայի տանը Լիլիթին խնամեի, բայց հնարավոր չի, տեսնեմ ինչ կլինի, անդադ կզանգեմ, կհարցնեմ, ինքն էլ արդեն մեծ աղջիկ է, Լիլիթը սովոր է դեռ մանկուց մենակ մնալ, իր հարցերը լուծել, ինչպես ես, երեք մազերս ես ներկել եմ, սիրելի հետևորդներս, հնդկական ներկով, ասել նաև, որ կտրել եմ, ես իմ Բարսավիրն եմ, համ ներկում եմ, համ կտրում եմ, համ ֆենում եմ, ահագին կտրեցի տակերից, մի այսքան կտրել եմ, որ ավելի տենց լավ աճի,
քանի որ մազերս ուղիղ էլ Վարշավիրանոց գնալու կարիք չի զգացվում, ես կտրում եմ։ Չնայած ես սովորել եմ, ունեմ դիպլոմը, բայց չեմ աշխատում։ Իմ մի քանի հատ դիպլոմ ունեմ, ոչ մեկի ուղղությամբ էլ, ոչ մեկի հետ գծով էլ չեմ աշխատել։ Մենակ մինչև Լիլիթից ծնվելը լավ մատնահարդարություն եմ արել, մատնահարդար եմ աշխատել, հետո երբ Լիլիթը ծնվեց, արդեն խանգարեց, այն չէր ստացվում ու այդպես էլ այդ գործն է ավարտին մոտեցավ։ Բանան ու նարինջ է ուզել Լիլիթը, հենց այնպես չէ, որ հիվանդա լինում նորա ուզում, շատ ասի։ Բանան, նարինջ, յոգուրտ, այդպես կբերեմ իմ աղջիկա ուտելիքները թող ուտի։ Դուրս գանք իրար հետ պատշգամբ տեսնենք այնտեղից ինչ է կատարվում։ Տենանք ինչ եղանակա Լիլիթ։ Հա, գիտեմ, բայց կգնաս։ Սիրելի հետևորդներս անպած է, երեկվա նման, երեկ էլ դուրս եկա պատշգամբ, անպած էր, բայց հետո նենց արևն ես տաքություն եղավ, հիմա տաք է եղանակը, բայց անպած, չգիտեմ, հանձրև կգա, ինչ կլինի, չեմ կարա էլ ասեմ, խապուսիկ է եղանակը, միշտ փոխվում է, կարևորը տաք է, հանձրևը հեչ, հանձրևը ավելի լավ, ես հեռախոսները կարծես հեռադիտակ լինեն, մի հողամասի տարածքն եմ ստուգում, տեսնեմ ինչ շնչավոր, ինչ է անցնում, ահա, նայում եմ, շատ լավ է, հեռադիտակ եմ, ավելի կարող եմ մեծացնել, մոտիկից նայել, ստուգումներ կատարել և անցամ ներս սիրելիներս, ծիծեռնակները ներքևով են թռնում, դա նշանակում է, որ անձրև կգա, անձրև։ Ինչպես միշտ հեռախոսը ձեռդ, հա, կզանգեմ անընդհատ եղավ, պարկի քո համար, պարկի թեյ կդնես, կխմես, տաք կհագնվես, կարճաթև առանց նասկի ման չգաս, ես շուտ եմ գալու։ Կբերես կամ էլ խնձոր կամ էլ բանան։ Կբերեմ, ես շուտ եմ գալու։ Եթե ուզես քաղցրել կբերեմ։ Ես շուտ եմ գալու Լիլիթ։ Չայ կդնես, կխմես։ Եմ հասնում, ջերմություն ունեմ։ Ապրես 5։ Սիրելի հետևորդներս աշխատանքից վերադարձա եւ Լիլիթիս համար իր սիրած բաներն եմ բերել, ինքը շատ է սիրում բանան, լավ հասած բանաններ են, բանան եմ վերցրել, շատ է սիրում և վարունգն էլ է շատ սիրում, ասեմ, որ Եղեգնաձորում, չգիտեմ, Եղեգնաձորում 3 կիլոգրամը 1000 դրամ էր, մեր տեղական վարունգներն են, չգիտեմ վայքում ինչքան ինչ չի, բայց ընդեղ հարմար գներ են շատ, միշտ էլ համեմատած վայքին, բանջարեղենը էժան է, վերցնում եմ, հենց կանգառում է գտնվում, իջնում եմ կանգառ, որ գամ տուն ու արագ երկու բան վերցրեցի, թե չեք ուշանայի, ես երկուսը հազիվ հասցրեցի վերցնել, թե չեք ուշանայի, Լիլիթ բեր ջերմաչափը տեսնեմ, բեր տեսնեմ, գույնը գցել է մորալը, 7 ջերմությունը, ամենավատ ջերմությունն է դիրնդը, բանանըտ կերար, կեր, որ դեղը տամ խմես, սիրելի հետևորդներս, վերջապես ես գնացի ու իմ սիրած կոֆեից վերցրեցի, հեսա կդատարկեմ համանը ու մի հատ էլ կխմեմ, արդեն քանի օր առավոտները ես կոֆեից չեմ խմում, լուծվող սուրճ եմ խմում և վերջապես որոշեցի ու հիմա ես որոշել եմ ծնեփեք մառաժոն սարքեմ, մեծեր էլ կան, փոքրեր էլ կան և կտրեմ
լցնեմ կացան, մի փոքր էլ ջուր գցեմ, էփեմ, ինքան սոված են, չգիտեմ մեկ է տեսար Լիլիթին էլ տվեցի, որ ուտի շատ լավ է, ինքը լրիվ ամբողջությամբ վիտամիններ այս ծնեփեկը, դժվար տեղերում աճող Այս դաշտի մառաժոն շատ ավելի վիտամիններով է, քան ջերմոցներում աճեցրածը, սա յուրահատուկ է, հենց այս փոքրերն էլ էլի համով են, չմտածեք, որ փոքր է, կարա համով չլինի, ոչ, գերազանց համ, սրա համար մարդիկ եսի մուր են գնում, ասնում տեսնում եք, չէ, ես էլ ինչ դժվար տեղեր, վտանգավոր տեղերից եմ հավաքում, ահա, լվանամ ու դնեմ, որ էպվի, մի փոքր էպվի, շատ չեմ էպում, բերանն էլ փակ եմ, սկսեց եռալ, մի փոքր հիմա աղլեցնեմ, սրա ջուրն էլ է համով և առողջարար, հա, մի հատ բանան ժասմին գնամ մորալս, մի հատ բանան է թող, որ բանան եմ, բիսկվիտ են կեքսիկից թխեմ, իմ աղջիկը ուտի, մենակ բանան ու վարունգ է ուտում հիվանդա, սիրելի հետևորդներս, ես ուզում եմ, որ են ֆորմայով թխվածքի տորթիկ թխեմ Լիլիթիս համար ուտի, չէ Լիլ, ես էլ են լավ կոֆեն, Մինյա մամա սվիտայա, հա, կեսը լցնեմ, կեսն էլ թող մնա, ոյս ինչ հավեցին հոտա չեմ համբերում, երբ հաց կուտեմ, որ խմեմ, մառաժոն, էպտել եմ, Սա էպվեց ամեն, շատ որ էպվում է, լղկվում է համով չի լինում, ահա թող տապակվի, շատ հարկավոր չի, որ յուղի մեջ տապակվի, ինքը տենց ջրազրկվում է, հյութեղ չի լինում, ու մի հատ զու եմ կոտրում, խառնում, և փակ եմ, որ Լիլիթը սրանից ուտի շատ լավ կլինի, համոզեմ, բերեմ, ոնց եմ փոքր ժամանակ կերակրել, այդպես կտոր կերակրեմ թող ուտի, արագ և համեղ պատրաստվող, աննահական համեղ կերակրատեսակ, շատ համովա է, փորձեք, եթե անծանոթ է ձեզ, ծնեփեկը, ապա ցանկացած Երևանում ցանկացած խանութում էլ, սուպերմարկետում էլ վաճառում են սիրելիներս, գնեք և համոզվեք ինչքան համեղ է, չմտածեք ծնեփեկը միայն ծաղկե փնջերի մեջ են դնում, ոչ, այս համեղ է շատ
Հացիկով կերցինեմ, հա? Կուտես, հա? Это? Нет. Հələ սպասի։ Нет. Հə, կուտես, մարալս։ Վիտամին է ինքը, որ շուտ լավ անաս։ Լցնեմ ու կերակրեմ։ Լիլիթիս պատվերն եմ կատարում, հիվանդա, պետք է լավ սնվի։ 2 ձուն, 1 բաժակ շաքարավազը կհարեմ։ Հերս մի գթալ դե բուսայու, բաղադրատոմսը նույնն է։ Ինչ եմ որոշել եմ բանանել կտրատեմ լցնեմ, համով լինի, չգիտեմ կլինի, չի լինի, քան լավ հասած բանաններ են, հարիչով հեսա կհարեմ, ինքը կմանրանա, համը կտա մեջը, չեմ ուզում բլենդերել, հարիչն է կհարի, որովհետև հասած է։ Համը փորձում եմ էլի, տեսնենք, փորձերի արդյունքում են, չէ, ամեն ինչ, ամեն լավ բան ստանում, մինչև չփորձես, ռիսկն էլ գործի կեսնա, չէ, այսպես ասած, ելակով էլ համով կլինի, ահա, սիրելիներս, մի նայեք, մինչև ալյուրը լցնել է, ես ջեռոցը միացնեմ, նորից 1 բաժակ ալյուրն է, չափը, քանի որ բանան լցրեցին, մի փոքր ավել կլցնեմ։ Ամտիր խմոր է լինում, ամտիր, ինձանից սիրելիներս հարցրել էի կարծիկուլը, ջնջվել է, ճիշտն ասած, որ իմ հեռախոսով պատվերները չեմ արել, իմ Տեմուի կարզինայից ջնջվել է, դրա համար չգրեցի, ինձ համար դժվար չէր։ Ես կարակ եմ կսում, հետո ալյուր եմ լցնում վրան, չի կպնում, շատ լավ պոկվում է, չգիտեմ, ինձ խորհուրդ տվեցիք ջուր քսեմ, ձետ քսեմ, կամ ոչ մի բան չքսեմ, հարածում եմ ու ալյուր եմ քսում։ Այդտենց ու այսպես թափտանք, ահա։ Բանանով էլ ավելի շատացավ խմորը։ Պատկերացնում եք, որ բանանն է հարում ես, ինքը փրփռում է, չէ։ Լիլիթի պատվերը այս անգամ առանց գլազուրի է, գլազուրով չուզես չի։ Սա տեղափոխեմ զգուշությամբ ջեռոց, մի քիչ շատացել է բանանից։ Սիրելի հետևորդներս, ահա թխվեց։ Չգիտեմ ոնց եղավ, ինչ եղավ, մի քիչ որ բանան եմ լցրել մեջը, կարող է հեն չլինի, չգիտեմ, լավ է փաշ չլինի, բայց դե եփել ճաքել է։ Ոյ, ահա, այս անգամ սիրելի հետևորդներս մի քիչ կարմիր է եղել։ Մի քիչ կարմրել է, անցած անգամ լավ տենց չէր էպես, սփռտնացի պես էր, այս անգամ որոշեցի ուժեղ դնել և արդյունքում այսպիսի կարմրիկ տորթիկ է ստացվել, այնքան էլ վատը չի, պարկացայս, իս ինչ հարսանիք է, ոյ, հարսանիք է անցնում, հա, Լիլիթ, լավ է, բա, դի, թուրա բախտավոր զույգեր լինեն, չէ,
Լիլիթն է վեր կացավ, որ նայի։ Անձրև ագալի է։ Չէ, դե լավ չի։ Եղանակը լավ տոքա, հով, իզուր հողամաս չգնացի։ Բա ոսում էի։ Բայց Լիլիթին չէի կարա թողեի գնայ, որովհետև Լիլիթը սիվանդ էր։ Դրա համար։ Հիմա եթե Խնամում եմ, Հիմա եթե մաման չլիներ, ես Ինչ։ հիվանդ կպարկեի։ Բա, բուժում եմ Լիլիթին, բուժում եմ։ Ուջուր ավտո։ Կերին եմ ջանասը։ Հայ, այն լավ, մտնենք։ գնա պարկի, գնա։ Եղել է։ Հա։ Էդ ինչ գեղեցկություն է։ Թող սառի, Լիլիթ ջան, թող սառի կկտրեմ, բանան եմ լցրել մեջը։ Վերջի բանանը ուտվես դու։ Չէ, դուք էր մորալս։ Հարտուղս։ Հա, դուք էր։ Չէ, դուք էր, ես բերել եմ, որ դու ուտես լավանաս։ Մենյա մամա սվիտայ է։ Որ մենք անամփեր ենք, կտրում ենք տորթը, կիսասառել վիճակում, տակ, ու ինչ լավ ա եղել, բանանի տեղերը, բանանն էլ մեջը, սենց կտրեմ ավելի շուտ կսառի, շատ լավ ա եղել, չենք թողում, որ սառի, Լիլիթս հաց եմ դնում, հաց ուտենք, սիրելի հետևորդներս, ամուսինս ա եկել, մառաժոն էլ հենց լավա էփեցի, անակնկալա արե, չգիտեի, որ գալու էր, մառաժո էլ էփել եմ, ես թաբուլեից էլ կար, 3 առաջորն եմ պատրաստը, բայց բան էլ չի եղել։ Բա, բերել եմ, ես մեր տեղական վարունգներն են, շատ համով ա, համով, ոնց որ ես եմ, չէ ասում, համով, իսկական են, որ կտրում ես վարունգի հոտ ա գալի, հե, ախ են ինչ ես ենքան մանգալի, հե, Իշքան են? Մեկ Իդքոն փողինց որտեղից? 2 $5,000 չիլնի ավտո? Որ դաշտ է թա Ես էլ օպել կարնեմ ավտոմատ Լավ? Բարև համատուտա Սիրելի հետևորդներս հացը կերանք, հիմա խոհանոցն եմ մաքրում, սեղան մեղան մաքրեմ, ահակին էլ ափսեներ հավաքվեցին, Այս եղանակն էլ 100 ձև փոխվեց, նորին հենց ուժեղ անձրև եկավ, կտրվեց, արևը դուրս եկավ, նորից ամպեց, խառը եղանակ, սիրելի հետևորդներս, ես էլ ստեղ ուղեմ, ինչ է ջղում,
Ինչ ամպեր են եկել կուտակվե, այս անձրևից հետո վաղը ոնց որ թե արևա լինելու հոսունք չի լինի և իմ ուշու միտքը դաշտերն են ու չեմ կարողանում գնալ սիրելի հետևորդներս, որովհետև մեքենա չունեմ, ինձ այդքան որ գրում եք, ասում եք, քեզ մեքենա է պետք, նոր եմ հասկանում, որ իրոք այո, ինձ մեքենա է պետք։ Որոշել եմ սիրելի հետևորդներս, որ գնամ ավտո վարել սովորեմ։ Մոտ վայքում շուտով ավտոդպրոց ոնց որ թե կբացեն, կգնամ կսովորեմ։ Եղեգնաձորում կա, բայց ինձ հարմար չի։ Ես չեմ կարողանա գամ, նորից գնամ, իսկ որ մեզ մոտ լինի վայքում, անպայման գնալու եմ սովորեմ, որ այսպես պահերին ես կարողանամ գնալ դաշտ, սունկ հավաքեմ, իմ ուզած տեղը, սունկ հավաքեմ, ավելուկ բանջարներ մեզ մոտ բնությունը շատ հրաշալի է, այնինչ սիրուն տեղեր կան, այնինչ սիրուն վայրեր կան, որ էլ չեք պատկերացնի, բայց դե որ մեքենա չունես, չես կարողանում գնալ, շատ անգամ ուզում եմ գնալ դաշտ, մեքենա չկա։ Դրա համար մեքենա վարելը, այո, այս անհրաժեշտություն է, ոչ թե ինչ որ մեկին ապացուցելու համար, որ դու մեքենա ունես, վայ, տենց ինչ որ մեկին ապացուցես, այլ անհրաժեշտություն է։ Ինձ շատ է հարկավոր, նոր եմ հասկանում, որ գնամ բանջարները, մանավանդ որ ես բնության մարդ եմ, այդ բանջարները հավաքեմ, քաղեմ, բերեմ, չորացնեմ։ Եթե մի բանի սեզոնը մեր մոտ անցնում է, հետո դա խանում է, այլ չես կարող գնալ։ Հիմա այն ամենալավ պահն է, որ դաշտում ամեն տեսակ բանջար էլ արդեն կա, պիտի գնաս, հավաքես, մի խոսքով դժվար է։ Եվ եկա այն եզրակացության, այո, որ պետք է գնամ սովորեմ։ Իհարկե այդ տոմսերից ես 64 տոմս է, 30-ը սովորել եմ, այդքանի իմ այդ գործերիս հետ մեկտեղ, երբ ազատ ժամանակ եմ ունենում, հեռախոսով այդ ծրագիրը քաշել եմ, տեսական հարցերը տենց աչքի տակով անցկացրել եմ, 30 տոմսը մինչև տենց լավ գիտեմ, հիմա նորից պետք է ազատ ժամանակ ունենամ, նորից աչքի տակով անցկացնեմ, սովորեմ ու ամենակարևորը ավտոդպրոց էլ գնամ, որ վարորդական իրավունք անեմ, հետո կտեսնենք Աստված մեծ է, մի բան կլինի, ճիշտ է, որ վերցնես, այս պահին այդքան գումար չունեմ, որ մեքենա վերցնեմ, բայց հույսս չեմ կտրում, Աստված մեծ է, սիրելի հետևորդներս, եթե պահը եկել է, որ ես պետք է գնամ սովորեմ, ուրեմն մեքենան էլ կլինի Աստծո կամոք։ Աստծուց առաջ չընկնեմ, տեսնենք ամեն ինչ, թող Աստծո կամքով լինի։ Այսքան ափսե հավաքվեց։ Հա։ Հələ բեր տենա։ Բեր, Լիլիթի թևի տակ է ջերմաչափ եմ դրել, տեսնես ինչքան է ջերմությունը։ Բեր տենամ հələ, բեր մարալը։ Դուր տեսնեմ նոր ամաներ։ Կարմիրի մոտ է։ Այ չունես Լիլիթ։ Չունես, նոր ես դեղը խմել, չունես, տար։ Նոր դեղ խմեցիր, գնա պարկի։ Հա, այս պահին ջերմություն չունի։ Իջել է ջերմությունը, քիչ առաջ դեղ տվեցի։ Լավ է։ Դե սիրելիներս, ես էլ բացեմ ափսեներս լվանամ։ Այս ժեմչուկս վերջացել է, ամանի հեղուկը, էլ ես պարսկական հեղուկներից է գցնեմ, խոհանոցն էլ մաքրեցի, վերջացրեցի և պատրաստվենք ինչի սիրելի հետևորդներս դաշտ գնալուն, վաղը ոնց որ թե ուզում ենք դաշտ գնանք, հաջողություն լինի, դաշտ գնալուն էլ դե պատրաստվում ենք գոգնոցներ, վերցնում ենք գոգնոցներ, մեշոկ, դանակներ, ձեռնոց, շորեր, ուտելիք, տաք շոր, գլխարկ,
անձրևանոց, ես ունեմ ցելոֆոնից տենց անձրևանոց, խոսքով ինչ-որ անհրաժեշտ է դաշտ գնալու համար։ Տեսնենք հաջողություն լինի, բայց դե հիմա անձրև է գալիս, չգիտեմ, անձրև է գալիս, բայց վաղը արևոտ եղանակ է տվել, եթե արև լինի, այս անձրևը հեչ կչորանա։ Ասեք, որ ես լավ բան եմ մտածել, որ վերջապես սովորեմ մեքենա վարել, ինչ շատ եք գրել, դուք էլ եք զգացել, որ դա անհրաժեշտություն է, եթե ինչ-որ մի բանի ուզում ես հասնել, պետք է ձգտում ունենաս, կամքի ուժ և նպատակասլաց լինես քո երազանքների, նպատակները, եթե ինչ-որ մի բանի մասին երազում ես, պետք չի խոսքի նստես բազմոցին ու երազես, ոչ, պետք է ի կատար հացես, պետք է դու աշխատես այդ ուղղությամբ, դու ես քո նպատակները առաջ տանողը, իհարկե Աստծո կամքով, Աստծո օրհնությամբ։ Այդպես սիրելիներս, ես ձեզ ասում եմ լավ եղեք, առողջ եղեք ու բարի գիշեր եմ ասում։ Ես էլ անցնեմ իմ գործերով, պատրաստվեմ վաղվան։ Ինչ այլ է։